Մոտ 15 պարզ գյումրեցի ավելի քան 1.5 ամիս բանտում է։ Կոշիկ հանելով, հագուստ պատրելով, ոմանց մարմնական վնասվածքներ հասցնելով, ոստիկանները 50 օր առաջ Գյումրիի հրապարակից մի քանի տասնյակ մարդկանց բերման ենթարկեցին։ Ի պաշտպանություն իրենց ընդդիմադիր քաղաքապետի ակցիա իրականացնողներից 23-ը կալանավորվեցին։ Այդ 23-ից կեսից ավելին դեռ կալանավայրում են։ Մարդ լինի, հոդված կգտնենք, հետևաբար իրավիճակը կար, մարդիկ կային, հոդված գտնելը ինչ է այս իրավապահ համակարգի համար։ Իրենք շատ հանգիստ գործեր են հորինում, իրենք շատ հանգիստ գործեր են կարում։ Էլինար Վարդանյանը հիմնական զեկուցողն էր այն հայտարարության, որը ազգային ժողովին առաջարկում է ընդունել ընդդիմադիր Հայաստան խմբակցությունը։ ՔՊ-ն դեմ է քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին խորհրդարանական հայտարարություն ունենալուն։ Իշխանությունը խիստ է զայրանում, երբ ընդդիմադիրները անդադար հիշեցնում են, Հայաստանում ավելի քան 70 մարդ քրեական հետապնդման է ենթարկվում քաղաքական դրդապատճառներով։ Նրանցից 40-ը քաղբանտարկյալներ են։ Այդ 40-ի կեսն էլ ոչ դիրք ունի, ոչ պաշտոն, ոչ էլ հանրային դեմք է։ Օրինակ այն գյումրեցիները, որոնց համար անընդունելի էր իրավապահների հոկտեմբերի 20-ի գործողությունները հայրաքաղաքում։ Եթե դեմ եք Գյումրիի քաղաքապետին իբրև թիվ 1 ահաբեկիչ բերման ենթարկելուն, ուրեմն ձեզ էլ կտանենք։ Իրավապաշտպաններն ասում են 50 օր առաջ մոտավորապես այս սկզբունքով են առաջնորդվել Փաշինյանի պաշտպանության բանակ դարձած ՆԳՆ-ն ու ԱԱԾ-ն։ Եվ հետևաբար նրանց նկատմամբ վարույթները ու նաև դրանց հաջորդած խափանման միջոցները ըստ էության դարձնում են նրանց քաղաքական բանտարկյալներ։ Գյումրիի բանտարկված 15 շարքային քաղաքացիները ըստ Փաշինյանական իշխանության կամ խժդժություններ հրահրող են կամ խուլիգաններ։ Այսպես հեշտ կիրառվող քրեական օրենսգրքի հոդվածները։ Վարդանյանը նկատում է Հայաստանը Եվրոպա տանելու մասին հայտարարություններ անող իշխանություն ՔՊ-ն աչք է փակում այդ նույն Եվրոպայի ԵԽԽՎ 1900 բանաձևի վրա։ Ձեռք է տալիս։ Այդ բանաձևում հստակ ամրագրված է. անձը քաղաքական բանտարկյալ է, եթե նրա կալանավորումը իրականացվել է խոսքի, համոզմունքի կամ հավաքների ազատության խախտմամբ, իրականացվել է բացառապես քաղաքական շարժառիթներով, եղել է անհամաչափ, խտրական կամ անարդար դատավարական գործընթացի արդյունք։ Պարկեցրել են գետնին։ Գյումրիի հոկտեմբերյան իրադարձությունների օրը ոչ միայն ի պաշտպանություն իրենց ընդդիմադիր քաղաքապետի ակցիա անող քաղաքացիներն են կալանավորվել, այլև այդ քաղաքացիների իրավունքները պաշտպանողները։ Հետո ինչ, որ Ռուբեն Մխիթարյանը ձեռքերը վեր պարզած հանդարտեցնում էր։ Հումորային ձևակերպումներ սկսվեցին, մարդիկ ասում էին հավանաբար Ռուբեն Մխիթարյանը ասեղով ծակում էր մինչև այդ իրավապահ համակարգի ներկայացուցիչներին։ Ընդդիմադիրները կրկնում են, Փաշինյանն ուզում է վաղ տարածել։ Ես ձեզ այդ պատերով կտամ։ Մարդկանց հասկացնում է, եթե իրավապաշտպաններն են կալանավորվում, ձեր տերն ով է լինելու։ Հերիքան ներվերներիս հետ խաղալ։ Իսկ իրավապաշտպաններին փորձում է վախեցնել, որ իրենց գործից ստիպված ձեռք քաշեն։ Թեև վստահ եմ, որ իրենց այդ գործողությունները տվեցին հակառակ ազդեցություն։ Հայաստանի վարչապետը փչում է ու փչում։ Կալանքը որպես պատիժ անունով փուչիկը։ Պնդում են քաղաքական վերլուծաբանները։ Իսկ երբ կպայթի այդ փուչիկը, բոլորն ասում են մի օր։ Արփիս Քեսյան, Նորե Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։